Բռնատեղահանումից հետո տեղյակ ենք, որ արցախցիները բազմաթիվ խնդիրների են բախվել, դրանցից ոչ պակաս կարևորը նաև ամենակարևորներից է իրավականը։ Դուք որպես փաստաբան, որ ինչ հարցերով են արցախցիները ավելի շատ ձեզ դիմում, ինչ իրավական խնդիրների են բախվում բռնի տեղահանվելուց հետո։ Բռնի տեղահանվածները բախվում են, այդ խնդիրները կարելի է դասակարգել երկու խմբի։ Առաջին խումբը սոցիալական ոլորտում գործող առկա խնդիրներն են, որոնք կապված են հիմնականում ամենաշատ տարածվածը կենսաթոշակի անցման հետ կապված խնդիրներն են, քանի որ ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսվում է, որ կենսաթոշակի անցնելու համար անհրաժեշտ է ներկայացնել արխիվային տեղեկանք ազգային արխիվից եւ սոցվճարի մասին տեղեկանք, իսկ քանի որ Արցախի պետական արխիվը գոյություն չունի Հայաստանի Հանրապետությունում եւ փաստաթղթերն էլ գրեթե չեն տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն եւ նաեւ Արցախի հարկային մարմինը չկա, որպեսզի սոցվճարի մասին տեղեկանք ներկայացնեն, այդ պատճառով անձինք մտնում են երկար, ժամանակատար եւ ծախսատար դատավարական գործընթացների մեջ, որպեսզի անցնեն տարիքային կամ այլ տեսակի կենսաթոշակի։ Նաեւ շատ տարածված են 40+10 ծրագրի շահառու լինելու չլինելու հարցերի հետ կապված խնդիրները, անձինք կամ բազմաթիվ անձինք, ովքեր պարզապես ծրագրի թերությունների պատճառով չեն կարողանում դառնալ շահառու, օրինակ բերեմ մեկ օրինակ ամուսնացած ընտանիք է եղել Արցախում, 2 երեխա ունեին, տեղահանվել են Հայաստանի Հանրապետություն, բայց նախքան տեղահանվելը Արցախում 2015 թվականին ամուսնալուծվել է եւ այստեղ ամուսինը հայր ծնողը ունի բնակարան, փաստորեն մայրը հորից արդեն 10 տարուց ավել է առանձին է ապրում, համատեղ կյանք որպես միասնական տնտեսվարություն իրանց ընտանիքը այդպիսի կյանք չի վարում, այսինքն մի ընտանիք չի դիտարկում կենցաղի մի կտուրի տակ ապրելու եւ այլ տեսանկյունից, որոնք հատուկ են ընտանիքին, սակայն մայրը իր երեխաների հետ զրկված է այդ սոցիալական ծրագրերից։ Նաեւ բազմաթիվ խնդիրներ ունեն այն անձինք, ովքեր տեղահանվել են 2020 թվականից հետո, նախքան 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները, Արցախի լրիվ հայաթափումը։ Այսինքն այդ արանքում տեղահանված անձինք, եթե չեն հաշվառվել օպերատիվ շտաբում, որը այս պահին լուծարված է, գոյություն չունի, նրանք նույնպես հազարավոր խնդիրներ ունեն։ Նաև շատ մեծ խնդիրներ կան այ ֆինանսավորման չափի հետ կապված, ակնհայտ է այսօրվա ՀՀ-ում գործող շուկայական գները չեն համապատասխանում այն բնակարանային ապահովման ծրագրի աջակցության չափին, որը նախատեսում են տրամադրեն։ Դրա համար արդեն մոտ 1 տարի է ծրագիրը գործում է, բայց արցախահայերի, տեսեք ինչ թիվ եմ ասում, 0.1% նույնիսկ չի օգտվել, ասենքն 1000 արցախցուց տեղահանված մի հոգին չի ստացել իր սերտիֆիկատով նախատեսված գումարը, սա ցուցիչ է, սա բացահայտ ցուցիչ է այն մասին, որ այդ ծրագիրը ինքը չի համապատասխանում հասարակությունում առկա խնդիրներին, չի լուծում այն իրավահարաբերությունը, այն խնդիրը, որը տեղահանվածների մոտ առկա է, այսինքն այս ծրագիրը, այս կառավարության որոշումը այս որոշման իրացման տեսանկյունից կան բազմաթիվ խնդիրներ, նաև նույնիսկ այն անձինք, ովքեր ստացել են արդեն սերտիֆիկատ բնակարան ձեռք բերելու համար, գնում են բանկերում են բախվում խնդիրների։ Օրինակ բազմաթիվ արցախցիներ գտնում են սև ցուցակում, քանի որ Արցախում օրինակ վերցել է սպառողական վարկ տունը վերանորոգել կամ բիզնես վարկ է վերցել, ինչ որ գործ է նախաձեռնել, բիզնես է նախաձեռնել, սակայն այդ ամենը մնացել է Արցախում։ Իսկ քանի որ Արցախում գործում էին ՀՀ բանկերի մասնաճյուղեր, այդ արցախցիները այդ պարտքը իրենց հետ քաշ են տվել բերել են Հայաստան։ Այսինքն փաստորեն այդ գումարի արդյունքում ստեղծված ապրանքը, գույքը, բիզնեսը, բնակարանը թեկուզ վերանորոգված տեսքով չկա, սակայն պարտքը կա եւ անձը հայտնվում է սև ցուցակում, անհուսալի է դասակարգվում որպես վարկառու եւ բանկը հրաժարվում է նրան դրամական աջակցություն տրամադրել կամ հրաժարվում է նրան սերտիֆիկատով նախատեսված գումարը տրամադրել եւ արցախցիների մի զգալի մաս էլ ունեն այս խնդիրը։ Այսինքն սոցիալական նաեւ այլ բազմաթիվ խնդիրներ կան կապված Արցախահայերի արդեն շատ ծեծված թեմա է եկամտահարկի հենց ետ վերադարձի հետ կապված խնդիրները, որ առանց այդ մարդկանց համաձայնության այդ գումարների ճակատագիրը որոշվել է եւ ոչի օգուտ նրանց
կան բազմաթիվ խնդիրներ կապված աշխատանքից ազատված մեր պետական աշխատողների վերջնահաշվարկներ մեծամասնության հետ չի կատարվել, վերջնահաշվարկ չի կատարվել նաև զինծառայողների հետ, ովքեր պաշտպանության բանակում էին ծառայում, 5000-ից ավել սպա ունենք մենակ, այսինքն մարդիկ անտեսված են։ Ինչպես եք տեսնում այդ ձեր թվարկած խնդիրների լուծումը եւ արդյոք հնարավոր է դրանք իրավական առումով հնարավոր է լինում թեկուզ մի մասը լուծում տալ։ Ես խնդրի լուծումից խոսելուց առաջ պետք է խոսենք խնդրի առաջացման մեխանիզմից երևի, այնուհետև անցնենք լուծումին։ Լուծումը դա կառավարության որոշում համապատասխան փոփոխություններ կատարելու եղանակով պետք է կատարվի միանշանակ, բայց ավելի կարևոր է խնդրի հիմքերը։ Ինչպես են առաջացել այդ խնդիրները, ինչն են նպաստել, որ խնդիրը ծագի ու զարգանա։ Դրան նպաստել է այն, որ ունենք 100,000-ից ավել Արցախից տեղահանված անձ, որոնց շահերը ներկայացնող չկա ՀՀ ազգային ժողովում, որոնց շահերը ներկայացնող չկա կառավարությունում։ Այսինքն արցախահայերը չեն սպասարկում, չեն ներկայացնում, դրա համար կայացվում են այնպիսի որոշումներ կառավարության կողմից, որոնք չեն արտացոլում հասարակության կարիքները։ Իսկ այս առումով ձեր կարծիքով հանրահավաքների, ակցիաների միջոցով հնարավոր է հասնել վերաբերմունքի որոշումների փոփոխության։ Հնարավորությունը կախված է նաև կառավարության կամքից, կարող է հանրահավաքը շատ ճիշտ ստացվի, ճիշտ պահանջներ լինի, ճիշտ ձևաչափով լինի, սակայն կառավարությունը, այսպես ասած, խուլ լինի, չլսի ժողովրդի ձայնը։ Այս պահին ունենք 19,000 արտագաղթած արցախցի, կունենանք ավելի շատ, եթե կառավարությունը շարունակի այն վարքը, որը մինչև այսօր է դրսևորել։ Փաստորեն ինչ է ստացվում։ Հայաստանում ստեղծվել է Սփյուռքի նախարարություն ժամանակին, որպեսզի արտասահմանում ապրող հայերի ներգաղթ ապահովի, վերաբնակեցնեն այդ հայերի մայր հայրենիքում։ Հիմա ճակատագիրը մայր հայրենիքին այնպիսի մի հնարավորություն է տվել, որ այստեղ կա 150,000 արցախցի։ Ավելի հեշտ է միջոց ձեռնարկել այդ մարդկանց պահել մայր հայրենիքում, քան արտասահմանից փորձ կատարել հայրենադարձության ծրագիր իրականացնել։ Կարող է 200 հոգի գան, 100-ը հետ գնան։ Այս բանին 150,000 մարդ է եկել։ Եթե այդ հնարավորությունը ժամանակին ունենայինք ուժեղ հայկական պետություն, Արևմտյան Հայաստանում ցեղասպանությունից հետո միլիոն կես հայը չէր արտագաղթի Ֆրանսիա, Ամերիկա, կգային Հայաստան եւ հիմա կունենայինք 5-6 միլիոնանոց պետություն, որից թշնամին կվախենար, այլ ոչ թե կունենայինք այս խղճուկ վիճակը, երկիր, որը կամաց-կամաց բնակչության տեսանկյունից նվազում է։ Այսինքն ձեր կարծիքով այսպես շարունակվելու դեպքում արցախցիների արտագաղթը ավելի մեծ չափերի կհասնի, նաև հաշվի առնելով, որ ֆինանսական վերջին աջակցությունն էլ հաջորդ ամսվանից պիտի դադարեցվի։ Այո, ֆինանսական աջակցության դադարեցումը ճիշտ է ոչ բոլորի համար, սակայն արցախցիների մեծամասնության համար դա առանցքային նշանակություն ունի։ Հաշվի առնելով շուկայում գոյություն ունեցող վարձավճարները, նաև հաշվի առնելով այն, որ արցախցիների գրեթե 100%-ը վարձով է ապրում, ստացվելու է այնպիսի մի իրավիճակ, երբ անձինք հայտնվելու են դրսում կամ ստիպված են լինելու լքել երկիրը։ Միանշանակ հավատացեք, որ փախստականի համար Ֆրանսիան ու Գերմանիան ավելի լավ ծրագրեր են իրականացնում, քան Հայաստանի Հանրապետությունը։ Այս պարագայում նաև անձած փախստականի կարգավիճակ տան ինչ որտեղ կասկած է առաջացնում, որ միտված է արտագաղթի նպաստմանը։ Կարելի է այսպիսի ենթադրություն անել, թե չէ ինչն է տարբերությունը քաղաքացու ազնագիր ունեցող անձին առանց նրա կարծիքը հարցնելու նրան հայտարարել փախստական։ Այսպիսի մոտեցումը անընդունելի է, նաև պետք է հասկանանք, օրենքը ինչ տրամաբանությամբ է ընդունվում։ Օրենքը ընդունվում է այն ժամանակ, երբ հասարակությունում կա խնդիր, որը պետք է լուծվի։ Հիմա մենք պետք է անդրադառնանք այն հարցին։ Օրինակ 23 թվականին գումարը վճարվել է ամենամսյա յուրաքանչյուր անձի 50,000 դրամ բնակվարձի փոխհատուցում եւ կոմունալ վճարների փոխհատուցում։ 24 թվականին այդ նույն գումարները փոխհատուցվել է։ Ինչ է փոխվել 25 թվականին։ Արդյոք հասարակությունում այդ խնդիրը վերացել է, բոլորի բնակարանային հարցը լուծել են, որ այդ ծրագիրը դադարեցնում են։ Միանշանակ ոչ։ Այսինքն ստացվում է, որ կառավարությունը
սոցիալական աջակցություն է տալիս ինչ որ մեկի ցանկությամբ, թե հասարակությունում առաջացած անհրաժեշտությամբ պայմանավորված։ Եթե անհրաժեշտությամբ է պայմանավորված հասարակական հարաբերություններում ծագող անհրաժեշտությամբ է պայմանավորված, ապա այս ծրագրերը պետք է շարունակական լինի այնքան, միջև համապատասխանաբար անձինք ապահովեն կացարանով։ Սակայն եթե այս հարցը լուծված չէ, այս ծրագրի դադարեցումը լրիվ անտրամաբանական է, նաև անտրամաբանական է դարձնում այն, թե ինչու են այս ծրագիրը իրականացրել։ Մարդկանց հույս տվել, որ ապրեք մար Հայաստանում, մի արտագաղթեք, ձեր համար լավ է լինելու։ Եվ ինչ որ մի փուլում հասկացել են, որ այս մարդիկ հայերը, արցախցիները, ովքեր ճակատագրի բերումով եւ ոչ առանց այս իշխանության սխալների հայտնվել են Հայաստանի Հանրապետությունում։ Այս իշխանությունը արցախցիների հանդեպ քաղաքական պատասխանատվություն է կրում։ Լավ արարքների հետևանքները չեն կարող այսօր վերացնել, չեն կարող հայրենիքը ուժով գրավել, սակայն կարող ենք այնպիսի սոցիալական քաղաքականություն վարել, որպեսզի պահպանենք արցախցիների էթնիկ կազմը, ավանդույթները, մշակույթը, ոչ նյութական մշակույթը, քաղաքական օրակարգում պահենք Արցախ վերադառնալու խնդիրը, որպեսզի արցախցիների համախմբվածության, արցախցիների վերջի հույսը չմարի։ Սա շատ կարևոր բաներ է, որոնք պետք է քաղաքական մակարդակում կատարվեն։